Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, որ Թուրքիան չի ընդունում, ինքը եթե ընդունի, բնականաբար լիքը խնդիրներ կունենա իր տարածքի հետ կապված, դրա համար չի ընդունում։ Պարզ է ինքը իր շահերից ելնելով այդ ամեն ինչը ասում, իսկ զուտ ցեղասպանության բով ամբողջ աշխարհը գիտի, որ կա հաստատիորեն, եթե ուզում են ավելի մանրակրկիտ այդ ամեն ինչի մասին իմանան, կարող է գան եռաբլուր ու ինձ թվում է բոլոր երկրներն գիտեն, որ դա եղել է։ Ինձ թվում է, թե հարևանների հետ պիտի լավ հարաբերություններ լինեն եւ ամեն պետություն պիտի ձգտի իր շահերը պաշտպանի եւ կասկածի տակ դնել, չեմ հասկանում ոնց կարելի է նման հարցը կասկածի տակ դնել, դա բոլոր պետությունների կողմից ընդունված է հայոց ցեղասպանությունը, եթե մենք ենք կասկածի տակ դնում, բա ինչպես պիտի վերաբերվեն թուրքերը այդ հարցին, իհարկե գտնում եմ, որ մենք պիտի մեր շահերը պաշտպանենք, բայց բարեկամական հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ։ Չգիտեմ, դա թուրքերից էլ է կախված ինձ թվում է, որ եթե բարեկամանում են, պետք է երկու կողմանի լինի։ Եթե թուրքը չի ուզում մեր հետ բարեկամանա, ինչքան ուզում ես բարեկամացի չի բարեկամանա։ Թուրքիայի հետ հնարավոր է բարեկամանալ եւ պետք է բարեկամանալ, որպեսզի բարելավենք մեր երկրի իրավիճակը։ Քանի որ բոլոր հարևանների հետ պետք է բարեկամանալ, բայց կասկածի դնել չեմ կարծում, որ դա ճիշտ է, ճիշտ չեմ համարում դա և չեմ կարծում, որ պետք է դնել կասկածի տակ։ Եթե շատ կարճ ասեմ, իհարկե ոչ, Թուրքիան Հայաստանից ուզում է միայն այն, որպես այդ տարածքում հայ չապրի ընդհանրապես, Հայաստանի կառավարության հետ ես ընդհանրապես վատ եմ տրամադրված, ինչ որ անում են հակառակ պետք է դրան։ Ինձ թվում է, թե մենք ոչ մեկին պետք չենք Եվրոպայում, Ռուսաստանի հետ էլ պիտի լավ հարաբերություններ ունենանք, իրանք մեր հարևաններն են, մեր մեծ հարևաններն են, մենք, ես չգիտեմ, ճիշտն ասած չեմ հասկանում, ոնց կարելի է Ռուսաստանին դեմ գնալ Եվրոպա։ Ինձ թվում է, թե համ Եվրոպայի հետ պիտի լավ հարաբերություններ եղնի, համ Ռուսաստանի, համ Թուրքիայի, համ Ադրբեջանի, համ վրացիների մեր։ Դրա համար ինձ թվում է, թե մենք պիտի միայն ձգտենք, մենք ուժեղանանք, մեր պետությունը լավը սարքենք, մենք աշխատենք մեր պետությունը լավը լինի։ Ինչքանով դա հնարավոր է, ոչ թե սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պիտի կողքից օգնություն ցույց տա, հա, ինչ-որ մեկը մեզ պիտի կառավարի։ Անկեղծ ասած, այդ Եվրոպաներին էլ չեմ հավատում։ Դժվարանում եմ պատասխանել, ամեն դեպքում հարևան երկրների հետ, հատկապես Ռուսաստանի հետ, պիտի մեր հարաբերություններն այսպեսի կարգավիճակ չստանար, պիտի լավը լիներ, բարձր մակարդակի վրա պահվեր ամեն ինչը, որովհետև մեր հայրենակիցների մեծ մասը այնտեղ են բնակվում, բնականաբար պիտի որ լավ լիներ։ Չեմ ասում այնպես տրկական վիճակով, բայց կարելի էր քաղաքականությունը այնպես տանել, դիվանագիտությունը այնպես կարգավորել, որ այսպիսի երևույթներ չլինեին։ Հնարավոր չէ դա։ Քո կամ քո չի միայն։ Հետո մենք Կովկասը ընդհանրապես միայնակ Հայաստանով չի լինի, պետք է ընդհանուր երեքն էլ մտնել Թուրքիայի հետ միասին։ Դա բացառված է։ Երկրները, որ մտել են Եվրոմիություն, Պրիբալտիկյան, դրանք սաղ վարի են գնում, իջնում է իրանց։ Հետո Եվրոմիությունը, որ լավ տեղալներ, հայերին չէին տանի, ընդեղ հիմա լրիվ արաբներն են։ Հիմա տանում են գլխականական են, թե գնում են տանում են և արաբների դեմ իրանց թասիբը պահեն, Եվրոմիությունը 50 տարի, մաքսիմում 50 տարի գոյություն չի ունենալու։ Հայերին էլ տանում են, չգիտեմ, դե ռավ են անում էլ, որ Հայաստանից դուրս գան։ Հիմա այս Նիկոլի պոլիտիկան գնում է նրան, որ հայերին ուզում է Հայաստանից հանի։ Եթե մենք 10 տարի դիմացել ենք առանց գազ, առանց վատ տարիներ են եղել մութ, ցուրտ լույս, կարծում եմ կդիմակայի մեր հայազգը դրան, բայց պետք է Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները լավ լինեն։ Ոչ, գնահատում եմ -0։ Ում եք հիմնական պատասխանատուն համարում ստեղծված անվտանգային վիճակի համար։ Երկրի ղեկավարությանը բնականաբար, երկրի ղեկավարությունն է ամեն ինչի պատասխանատուն եւ ներքին հարկերում ինչ որ տեղի է ունենում եւ միջին օղակներում ամեն ինչը գալիս է վերևի, այսպես ասեմ, ոչ ճիշտ դասավորվածությունից, մտածելակերպից, կազմակերպվածությունից եւ աշխատանքից, անտեղյակ վիճակից։ Զրո, ընդեղ ոչ մի անվտանգություն չկա։
Իսկ ում եք ով է առաջին պատասխանատուն ստեղծած իրավիճակի համար եւ ինչն է հարկավոր փոխել։ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից։ И все. Чтобы безопасность Армении вышла на какой-то более правильный уровень, по моему мнению, самосознание народа должно поменяться в правильную сторону. Народ разделен очень сильно. Мы делим арцахских, грузинских, сирийских армян, ереванских, арташатских. Мы всех все время делим. Для того, чтобы у нас была безопасность, нам нужно сплотиться. У нас нет этой сплоченности. Нам надо работать над тем, чтобы мы были сплоченными. Ինչ պետք է փոխել սահմանները վերականգնի։ Նիկոլին պետք է փոխել, Նիկոլին որ փոխես, այն կեղտը սա ռատ կլնեն քապան։ Ռատ կլնի, մի հատ կգա նորմալ ղեկավար, անձամ իմ ղեկավարը դա Ռոբերտ Քոչարյանն է։ Մնացածը ամեն մեկը իր ձևով։ Հայրն անվեր էլի, ինչ ոնց ասեմ։ Խելք գործից հասկացող։ Նորմալ դիվանագիտություն ունենան, մանկամսուր չբերեն իշխանության, փողոցից չբերեն իշխանություն, մի քիչ մարդիկ ուղեղով մտածեն, պատերազմից հետո կապիտուլյանտին չգնան ընտրեն։ Ավելի ժողովրդավար, ավելի մարդկային եւ ժողովրդի մասին մտածող։ Ժողովրդի մասին մտածող։ Անկախ, խելացի, ինչ ասեմ, հայրենիքի մասին մտածող։ Ուժեղ, նվիրված, հայրենասեր, որ միայն մտածի հայ ազգի մասին։ Պետք է ազգանվեր լինի, պետք է ազգի շահերը ինքը վեր գնահատի ամեն ինչից։ Ոչ թե չտեսի նման գա փող սարքի, մենակ փողը տենա կորցնի իրան։ Այդ պետք է լինի։ Դե կարևոր ազգանվեր պետք է լինի, մնացածը արդեն հերթով իր տեղը կնստելի։ Ինձ թվում է, այո, ինչու ոչ։ Դա մեր երկիրն է, դա մեր հողերն են։ Մենք կարող ենք քաղաքավարի ձևով ապացուցել, որ դա մեր հողերն են եւ մեզնից դա վերցրել են։ Կապ չունի անցել է 100 տարի, թե 200 տարի, թե 1000 տարի։ Դա մեր հողերն են, մենք պիտի աշխատենք դա ապացուցենք, ինչքանով հնարավոր է քաղաքավարի ձևով։ Մենք միշտ հիանալի դիվանագետներ ենք ունեցել, որոնք այսօր գործազուրկ են։ Թող բոլորին համախմբեն, հույս ունեմ, որ ինչ որ բան պետք է ստացվի, չնայած շատ ծայրահեղ վատ վիճակում ենք գտնվում։ Ոչ մեկ չի կարողանա դա, արդեն դա հնարավոր չէ։ Իմ կարծիքով դա հնարավոր չէ։ Դա պետք է անել միջև արցախցիներին դուրս անել։ Все возможно, на самом деле все зависит от того, если к правительству придут правильные люди и смогут сплотить народ. И все возможно. Разумеется, все возможно. Ամեն դեպքում մարդը հույսը վերջինն է կորցնում։ Իհարկե, ես համոզված եմ։ Հայ ժողովուրդը տոկուն է, քաջ է, համարձակ է, բոլոր ոլորտներում իրեն կարողանում է դրսևորի եւ ես համոզված եմ, որ ինչքան ուզում են վերևներում ասեն Ղարաբաղը մերը չի, միևնույնն է, մերն է։ Պատմությունը ասում է, որ մերն է, մենք դա պիտի նաև մեր երեխաներին սովորեցնենք։ Եվ պիտի վերադառնան, այո, դա մեր պատմական երկիրն է, մի օր դա պիտի մերը լինի։